ասեմ, ես ունեմ աջակցում ժողովուրդ։ Այն մարդուն, որ լիքը ընդդիմադիրներ, ահավոր լիքը ընդդիմադիրներ ու ահավոր ձևի վախենում են։ Այն մարդը, որ խոս տվեց ու արեց։ Այն մարդը, որ 27 միլիոն դոլար պատրոն Դավիթից հետ բերեց։ Այն մարդը, որ Արցախում տուն վառողներին տուն տվեց։ Այն անձին, որ շուկան տրակցնելուց հետո վիրավորներին եւ զոհերին տուն տվեց։ Այն մարդը, որ լիքը Հայաստանի Հանրապետության ու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ամբողջ աշխարհով մեկ, երբ որ իր եթերներում զանգում էին, օգնությունով էին դիմում, զինվորականներից սկսած, դաժե մինչև ոստիկանական անձնակազմից էլ իրան դիմել են օգնության հարցով։ Այո, դա 15 համարն է, Վարդան Ղուկասյանն է։ Ինչի Վարդան Ղուկասյան։ Եթե տակները քակ չլիներ, ընդդիմություններից բռնստած մինչև երկրի ղեկավար, այսօր Ղուկասյանը նստած չէր լինի, եթե չվախենային, նորից նստած չէր լինի, ու ոչ թե ես եմ մենակ իմ ձենը տալի 15 համարին ընտրության ժամանակ, այլ ինձ շատ մոտիկ լիքը իմ աղբերներ, քուրեր, հարազատներ։ Սուտ չխոսամ ժողովուրդ ջան, մոտապես մի 100 հոգի, պլյուս մինուսով եմ ասում, ու ավելին ասեմ ժողովուրդ, այն մարդիկ, ովքեր Վարդան Ղուկասյանին ձեն են տալու իմ հետ միասին, տվյալ անձինք, ոչ բրինձ են վեկալում, ոչ յուղ են վեկալում, ոչ ջինսին շլվար են վեկալում, ոչ փող են վեկալում, ոչ հայրենիքի սահմաններն են ծախում, ոչ իրանք իրենց են ծախում պրոստիտուտկի նման, իրանք եթում են, քանի որ ես իրանց ամեն ինչ բացատրենց ամեն նստելով իմ բարեկամների հետ խոսացել եմ ու մարդիկ հասկացել են, որ իմ մտածելակերպը շատ ճիշտ է։ Խի Վարդան Ղուկասյանին։ Որտե ես տենց եմ ուզում։ Հիմա շատ հարցեր կառաջանա, ես ձեր հարցերին արդեն պատասխանը ունեմ, գիտեմ ինչ հարց եք տալու։ Ես այդ հալու եմ իրան ընտրեմ, Ղուկասյանին, ու իմ հետի մարդիկ, ինձ հարազատ մարդիկ, լավ սենց ասեմ, նույնպես, քանի որ այսօր մենակ Ղուկասյանից է լսում Արցախ բառը, Ղարաբաղ չէ, Արցախ, որ թեկուս մի տոկոս հույս կա Արցախ վերադառնալու կամ արցախցիների հարցը լուծելու, լավ, եթե դաժե Արցախը չստացվի վերադարձնել, բայց արցախցիների հարցը կլուծվի։ Ես մենակ Ղուկասյանին եմ տենում այդ հարցում։